Մեր այսօրվա թեման սոցիալական ցանցերն են, դրանց լավ եւ վատ կողմերը եւ մենք պետք է դա քննարկենք։ Սոցիալական ցանցերը ունեն եւ լավ եւ վատ կողմեր։ Եթե ճիշտն ասեմ, ես չեմ հետևում տենց սոցիալական հարթակների ինչ-որ մեկի, որտեղ ինձ չի հետաքրքրում ուրիշի կյանքը։ Միանշանակ այն մարդիկ, ովքեր որ բլոգերությամբ են զբաղվում, պետք է պատրաստ լինեն քննադատության։ Երեխաները 8-9-10 տարեկան երեխաները վարում են բլոգ, որտեղ քսվում են։ Ես դեմ չեմ, որ մարդ ունենա Instagram։ Ես ընդհանուր որոշի բանի դեմ չեմ։ Ես դեմ նրա համար, որ սխալ են օգտագործում շատ ժողովուրդ։ Կան վիդեոներ, որտեղ երեխաները 8-9 տարեկան կամ մի քիչ ավելի բարձր հայհոյանքով երգերի տակ վիդեոներ են հրապարակում։ Մարդիկ կան, ովքեր որ տենց են փող աշխատում, երեխեք։ Ողջույն, այսօր ունենք թեմա քննարկելու, բայց եւ այնպես ունենք նոր հաղորդավար Նարեկը, ում հետ պատրաստվում ենք խոսել եւ նա լինելու է մեր 21-րդ սերունդ հաղորդաշարի նոր հաղորդավարը։ Մեր այսօրվա թեման սոցիալական ցանցերն են, դրանց լավ եւ վատ կողմերը եւ մենք պետք է դա քննարկենք։ Լսում եմ ձեզ, թե դուք ինչ կարծիք եք սոցիալական ցանցերի մասին, արդյոք դրանք լավ են անդրադառնում ձեր համար ձեզ կամ վատ, եւ կքննարկենք։ Հետագայում ես իմ կարծիքը կասեմ։ Նախ ողջունում եմ բոլորիդ։ Ես համաձայն եմ քո հետ ու կիսում եմ քո կարծիքը, որ սոցիալական ցանցերը ունեն եւ լավ եւ վատ կողմեր։ Ըստ իս սոցիալական կայքերը հիմա շատ արդի թեմա է խոսալու համար։ Ինձ համար վատ կողմերը այն են, որ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում դրա մեջ եւ իրենց ամբողջ կյանքը, այսպես ասած, ի ցույց են դնում բոլորին։ Ինչը ըստ իս ինչ որ չափով սխալ է, որ քո կյանքը ի ցույց դնես բոլորին, որովհետեւ շատ մարդիկ դրանից կոմպլեքսավորվում են, շատ մարդիկ նեղվում են, շատ մարդիկ մտածում են ինքը սրանից ունի, ես չունեմ, ոնց անեմ եւ այլն եւ այլն։ Նաեւ լավ կողմը այն է, որ մարդ ունեն սիրելի, այսպես ասած, կուրքեր, օրինակ։ Կուրքեր, հա, որոնց շնորհիվ իրենք մոտիվացվում են եւ փորձում են ավելի լավը լինել։ Օրինակ Նարեկ, դու մեր նոր հաղորդավարն ես եւ ուզում եմ ամենաառաջին հարցը քեզ ուղղել։ Կա այդպիսի մի հայտնի անձնավորություն, ով որ քեզ մոտիվացնում է սոցիալական հարթակներում։ Եթե ճիշտն ասեմ, ես չեմ հետևում տենց սոցիալական հարթակների ինչ-որ մեկի, որտեղ ինձ չի հետաքրքրում ուրիշի կյանքը։ Բայց հենց այդ ուրիշի կյանքն է ինտրիգ մտցնում, հետաքրքրություն առաջացնում։ Դե ամեն մարդ իր ձևով է որոշում ինքը ինչ է ուզում։ Ինձ չի հետաքրքրում, ես չեմ դիտում։ Բայց որ վիդեոներ են գալիս կամ ինչ-որ նկարներ, չես մոտիվացվում դրանցից։ Դե Եթե այդ տեսանկյունից նայենք։ Այդ տեսանկյունից, հա, բայց որ կոնկրետ կուրք ունենամ ու ինչ-որ մեկին դες նայեմ ու հետևեմ, չէ, դες չունեմ։ Ես դու Ես էլ կուրքեր չունեմ։ կամ մոտիվացնող ինչ-որ բան։ Հա, մոտիվացնող բաներ շատ կան, որ կարաս sense թերթես ու ինչ-որ բան հայտնվի քո ռեկերում, նայես մոտիվացվես կամ ինչ-որ պատրաստելու բան լինի, գնաս ասես, «Վայ, սպասի, ես էլ պատրաստեմ, ես ինչ լավ բաներ»։ Sense բաներ շատ է լինում։ Բայց sense հենց կուրք, որ ես իրանով ապրեմ, sense ամեն օրը իրանով սկսվի, չէ։ Իրականում դա ինձ թվում է ինչ-որ խնդիրների արդյունք, հա, իմ համար։ Օրինակ հոգեբանական կամ չգիտեմ ինչ-որ այլ խնդիրներ կարող են լինել, բայց այ օրինակ ինձ թվում է դուք եք նկատել, որ շատ ու շատ նկարներ հայտնի մարդկանցից կամ ոչ հայտնի մարդկանցից իրանք այնպես են նկարները սարքում, որ իրանք հենց այդպեսին են ինչ-որ որ կան, բայց իրականում իրանց դեմքը շատ սարքած է։ Ու եթե անկեղծ շատ մարդկանց համար դա սիրուն է, շատ մարդկանց համար դա տգեղ է, ու զարմանալին այն է, որ երբ որ նման դեպքերում մարդիկ նկարները փոստում են, իսկ կոմենտները դե բաց է, իսկ կարծիք հայտնելը դա կարող է սпасել եւ լավ եւ վատ կողմերի, այսինքն դու չես կարող սпасես, որ բոլորը քո մասին լավ բաներ գրեն։ Երբ որ ինչ-որ մեկը մի վատ կոմենտ է գրում, օրինակ դու սենց սիրուն չես, տվյալ էջիտերը կարող է շատ վատ անդրադառնալ տվյալ գրած մարդուն եւ հետագայում ինչ-որ վեճեր լինեն կամ չգիտեմ ինչ-որ հակասություններ լինեն, այսինքն եթե դու ինչ-որ մի post ես անում, լինես դա շատ սարքած դեմքով, արտաքին տեսքով կամ ոչ, դու պիտի սпасես լավ ու վատ կոմենտների ու վատ արձագանքների քո հասցեին կամ տվյալ նկարին։ Ես ինքս անձամբ ես էլ չունեմ կուրքեր, բայց մոտիվացվում եմ
կարելի է ասել, որ ինչպես որ դու նշեցիր, ինչ որ վիդեո են տեսնում, փորձում են իրենք էլ այդ վիդեոյով շարժվել, այդ վիդեոյով գնալ, օրինակ ինչ որ հետաքրքիր ուտեստների վիդեոներ են գալիս, փորձում ես դասարկել կամ ինչ որ մեկի հագը շատ գեղեցիկ շոր ես տեսնում, ուզում ես առնել։ Դա ինձ թվում է փոքր հիպնոզի նման մի բան է, որը երևի ենթագիտակցորեն ազդում է մեզ վրա եւ ստիպում, որ մենք էլ դա անենք։ Օրինակ, մոտիվացվել էսպիսին է կարող է լինել։ Կան բլոգերներ, ովքեր ֆուդ բլոգերներ են, ովքեր որ այդ ուղղությամբ են իրենց էջը վարում, սոցիալական հարթակներում ներկայանում կամ արշավների գնում, միայնակ կամ ինչ-որ հատուկ կազմակերպությունով կամ ընկերներով։ Ու երբ որ դու նայում ես այդպիսի վիդեոներ, քո մոտ էլ է ցանկություն առաջանում, որ դու էլ վարես նման բլոգներ եւ նման վիդեոներ տեղադրես քո սոցիալական ցանցերում։ Դա էլ է փոքր հիպնոզի նման մի բան։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, նման վիդեոները կարող են հիպնոզացնել մարդկանց, ազդել նրանց վրա եւ հետագայում, այսինքն դու կարող ես անընդհատ մոտիվացվել ինչ-որ մարդկանցից, բայց երբ որ դու ինչ-որ նկարներ ես սարքում, մտենց գցում ու շատ դեպքերում նման նկարները ծիծաղ են առաջացնում, քան ինչ-որ նախանձություն։ Բայց դու պետք է հասկանաս, որ դու կյանքում չես լինի դե նման։ Հա, չես կարող վարես ուրիշի կյանքը։ Չի լինի այդպես։ Ну, ոչ թե վարել ուրիշի կյանքը, այլ ուրիշի կյանքով նման հարթակներում նման մարդկանց կյանքի этаպները տեսնելով դու կարող ես պետք է պատրաստ լինես, որ կլինեն վայրեջներ ու կլինեն բարձրունքներ, չի լինի միանգամից այդ մարդու կյանքից։ Դե հա, բայց եկեք չմոռանանք, որ սոցիալական հարթակները միայն մակերեսն են, այսինքն մենք չգիտենք խորը ինչ է կատարվում։ Դե հա, չգիտեմ։ Հիմնականում սոցիալական հարթակներում լավն են ցույց տալիս ու կյանքը այսպես ասած հրաշալի է բոլորի մոտ հիմնականում։ Մենք չենք տեսնում վատ կողմերը, չենք տեսնում այդ լավ վիդեոները, դրանց հետևում ինչ է կատարվում առհասարակ ու միանշանակ այն մարդիկ, ովքեր որ բլոգերությամբ են զբաղվում, պետք է պատրաստ լինեն քննադատության, որովհետև դա շատ չեմ ուզում ասեմ նորմալ է, բայց տարածված է քննադատությունը հիմա, ինչը ցավալի է ինձ համար, բայց այդպես է։ Դե հա, բայց լավատեսությունն էլ մի կողմից մարդու կյանքում ամենակարևոր բաներից մեկն է, ինձ թվում է դուք երկուսդ ինձ հետ համաձայն կլինեք, որովհետև եթե նույն հենց քո նշած բոլոր բլոգերներին երբ որ վատ կոմենտներ են գրում, շատերը լավատեսությամբ են դրան մոտիկանում եւ սարկազմով վիդեոներ են տեղադրում իրենց մասին կամ, չգիտեմ, ինչ որ հետաքրքիր բաներ են անում կամ հենց արհամարում են։ Ըստ իս դա առողջ մտածելակերպ է, որ սրտին մոտիկ չեն ընդունում եւ ավելի են դրանից ոգևորվում ու առաջ շարժվում։ Նույնիսկ երբ որ մենք ինչ-որ վիդեոներ ենք տեսնում, որտեղ ենթադրենք ինչ-որ բլոգեր ամուսիններ կամ ընկերներ գնում են ինչ-որտեղ հանգստի, լավ վիդեոներ, լավ հետաքրքիր սիրուն վիդեոներ, միջավայրում նկարներ, պոստեր են անում, մենք մտածում ենք, որ այդ մարդիկ երջանիկ են, բայց մենք ինչով կարանք վստահ լինենք, որ իրանք 100% երջանիկ են։ Դե երջանկության հասնելը հեշտ չի։ Իհարկե, մենք չգիտենք, կարող է այդ մարդիկ վաղը մյուսօր բաժանում են եզրին։ Կամ կարող է այդ հարցումը ընդամենը երջանիկ կամ հենց իր կյանքում խնդիրներ կան, որ տենց չի։ Դե հա, օրինակ շատ դեպքերում կադրից դուրս է կա, էլի։ Այո, օրինակ երբ որ ես սոցիալական հարթակներում նկարներ եմ պոստում կամ վիդեոներ, մարդիկ ինձ ուրախ են տեսնում այդտեղ, բայց իրենք ինչ գիտեն, ես հաստատ ուրախ եմ դրանից 1 ժամ առաջ, 1 րոպե առաջ, ես ուրախ եմ, թե ոչ։ Այսինքն մարդիկ մենակ մակերեսն են նայում առանց խորը մտնելով տվյալ ամեն ինչի մեջ եւ դա է հիմնականում մարդկանց խնդիրը, բայց մի կողմից էլ պետք է հասկանանք, որ անծանոթին ինչ հետաքրքիր է, թե դու ոնց ես, ոնց չես, իրենք կարող են ուղղակի քո նկարները լայքեն կամ տեսնեն ու շրջանցեն քո նկարները։ Իսկ դες ներկա իրավիճակում սոցիալական հարթակները մեր համար լավ են թե վատ, եթե հաշվի առնենք, որ մենք հիմա ապրում ենք 21-րդ դարում։ Ըստ իս դրանք նաև վատ են անդրադառնում շատ, նամանավանդ հիմա շատ երեխաներ ունեն սոցիալական հարթակներ, ովքեր դա շատ սխալ են օգտագործում։ Այո, ես նույնիսկ ներողություն քեզ ասեմ, ու ձեզ էլ ասեմ, դու կշարունակես կներես։ Երեխաները 8-9-10 տարեկան երեխաները վարում են բլոգ, որտեղ քսվում են։ Ու
Երբ որ ես ինքս անձամբ որ նման վիդեոներ տեսնում եմ, մտածում եմ ուր են քո ծնողները ընդհանրապես, որ թողնում են որ դու օգտագործես կանացի շպար։ Դե Instagram-ում հիմա շատ արդյա կեղծիքը։ Կեղծիքներով են բոլորը սիրում տես նկարվել։ Հա, բայց երբ որ մարդը վիդեո անում ու պատմում է իր առօրյան, get ready with me-ներ որ անում են։ Երեխեքն են նկարում։ Երեխեքի մասին չի խոսքը, թող իրանք են նկարում, բայց երբ որ դու քսվում ես, երեխեն քսվում է 8 տարեկան երեխեն, դուք դրան նորմալ եք վերաբերվում։ Ու նաև կան վիդեոներ, որտեղ երեխաները 8-9 տարեկան կամ մի քիչ ավելի բարձր հայհոյանքով երգերի տակ վիդեոներ են հրապարակում, ինչը իմ համար շատ ցավալի է ու շատ անտանելի է, ու միանգամից այն հարցը, որ տալիս են, ուր են քո ծնողները, կամ ինչա քո մոտ էս տարիքից արդեն հեռախոս ինչ գոյություն ունի քո մոտ, ինչի պետքա քո մոտ էս տարիքից հեռախոս լինի։ Օրինակ մենք այդ տարիքում քսելու փոխարեն կամ ինչ որ get ready with me-ներ նկարելու փոխարեն գնում ենք ցեխով տորթեր ենք սարքում։ Իսկ ցույց բոլորդ է սարքած կլինենք հաստատ։ Դու ես հա Մի խոսքով մենք զբաղվում ենք մեր մանկական կյանքով, մեր առօրյայով, մեր ընկերների հետ էինք շփվում, նույնիսկ չէինք մտածում, որ կարանք մի օր քսվենք կամ get ready with me-ներ նկարենք։ Այ դա է տակիրն ու մի կողմից ցավալին։ Մարդիկ մտածում են, որ այտենց իրանք մեծանում են, այսինքն իրանք ժամանակակից են, բայց դա ընդհանրապես ժամանակակիցի բան չի ախր։ Հա, համաձայն եմ։ Իրանք իրենց տարիքից շուտ ուզում են մեծանալ։ Հաստատ։ Ու դա ամենավատն է։ Ես չէի ասի, որ տարիքի շուտ ուզենալ մեծանալ, դա վատ է։ Վատ է։ Իմ համար դա վատ չի։ Հիմնավորի։ Ես հիմա էլ եմ ուզում իմ տարիքից ավելի շուտ, ես կուզեի հիմա ներկապային ավելի մեծ լինեի։ Հիմնավորի, ինչի համար։ Դե որովհետև ներկապային ես անչափահաս եմ, ու չափահաս ու անչափահաս մարդու մեջ տարբերությունը շատ է։ Հա, բայց պետքա Դու կարաս ավելի ազատ լինես։ Դե հիմա հարցը այնն է, որ ես նորմալ եմ նայում նրան, որ կարելի է քեզ ավելի տարիքից մեծ զգալ ու տես բաներ անել։ Վայելելը կամ չվայելելը, օրինակ ես կվայելեմ այն ժամանակ, երբ որ կունենամ իմ սեփական մեքենան, իմ, չգիտեմ, իմ, հա, ոնց է կամուստանանք ֆիզիկական բաներն իսկ հոգեպես մենք դեռ երեխա ենք ու պատանի ասեմ, լավ։ Մենք պատանի որ հոգեպես դու կարաս լինես ավելի մեծ, բայց ֆիզիկապես մեկը շես փոխի քեզ։ Իրականում ես քո հետ առումով համաձայն եմ, կան մարդիկ, ովքեր որ իրանց տարիքից հոգեպես ավելի մեծ են, ավելի խորն են դատում։ Հա, շատ կան։ Ինձ թվում է մենք բոլորս ենք այդպեսին։ Մենք երեքով ուրիշների մասին չեմ խոսում, որովհետև մենք ես ու Դուման իրար հետ հաղորդումներ ենք վարել, իրար իմացել ենք, Նարեկին նոր ենք ճանաչում եւ այս հաղորդումից արդեն պարզ է երևում, որ նա էլ ունի իր մեջ խորություն, ունի ճիշտ հատողականություն։ Ոնց որ բոլոր մարդիկ։ Այո, բայց ոչ բոլորը, ամեն մեկը չի որ կարա հավատա խորը լինի։ Ուղղակի ցույց չի տալիս։ Բայց օրինակ եթե անկեղծ սոցիալական հարթակները ամեն մեկի համար ինչ որ ձև են երևում օրինակ դրսևորվելու համար։ Այո, օրինակ մարդիկ կան ովքեր որ մենակ տենց նկարներ են սարքած post-ում ու դրանցով օրինակ մարդիկ կան ովքեր որ տենց են փող աշխատում երեխեք։ Դուք կողմ եք որ կեղծիքով մարդիկ story կամ post են անում։ Դուք դրան ոնց եք նայում, ձեր համար դա նորմալ է, որ կեղծիք են օգտագործում ժողովուրդը։ Կեղծիք, այսինքն կեղծիք։ Այսինքն ֆիլտր Instagram-ում։ Եթե դրանք նորմալ ֆիլտրներ են, այսինքն իրանցից չեն ներկայացնում շատ վուլգար տեսք ու ոչ, դրանք նորմալ են, բայց երբ որ դու Չէ, ես համամիտ չեմ։ Ես ընդհանրապես առաջ շատ էի ֆիլտրներ օգտագործում, ես ապրում էի դրանցով, ես որովհետև հետո սենց մի հատ պիրուդ եկավ իմ մոտ, սիլման եմ մի րոպե էլի, ես կանգնեցի հալյուդեմ, ասի, բայց դու ինչ ես, ինչ ցույց ես տալի։ Ու փորձեցի ավելի անկեղծ լինել իմ հետ, ու ինձ չխաբել, ու սկսեցի ինձ սիրել այնպես ինչպես որ կամ։ Դա ամենը ճիշտն է, նույնիսկ ես իմ նկարներում, եթե ես ուղղակի որոշեմ, որ պետքա նկարեմ, ես չեմ բացի միանգամից ֆիլտրներ, ես իմ սովորական հեռախոսի կամերայով կբացեմ ու կնկարեմ։ Դուք օգտագործել եք, չէ՞, այդ բաները, այդ կեղծիքները։ Եթե անկեղծ Instagram-ի ֆիլտրներ ես օգտագործել եմ։ Օգտագործել եք, բայց ես հարց կարելի է, դուք ինչ եք մտածել այդ ժամանակ։ Իմաստը էլի, որ ինչ եք դրա մեջ տեսել, որ օգտագործել եք։ Մարդիկ կան օրինակ իմ համար ըստ իս տվյալ ֆիլտրը, որը ես կարող եմ օգտագործել, իմ դեմքին համապատասխան է, այսինքն ես ձեռնով չեմ երևում շատ սարքած։ Այսինքն դե համապատասխանը որ խափես ուրիշներին։ Խափեմ, բայց ինչի խափեմ։ Դե խափում ես դու կեղծիք ես օգտագործում, այդ այն չի էլի, որ այն չի որ
մենք տենում ենք իրական կյանքում։ Կան, բայց եթե անկեղծ շատ նկարներ, երբ որ ես անում եմ կամ օրինակ իմ ընկերների հետ եմ շփվում, ենթադրենք վիդեոզվանոկով կամ ես հիմա ես չեմ օգտագործում այդ դեպքում ոչ մի ֆիլտր։ Հիմա այսքան օգտագործում ես, երբ որ story ես գցում կամ հաճախ։ Հա, չես օգտագործում իրանց հետ, որովհետև իրանք գիտեն թե դու ոնց ես իրական։ Ընդհանրապես։ Այսինքն կան այնպեսի մարդիկ, Ես կարող անեմ այնպեսի նկարներ, գիտես ինչ, ես կարող անեմ այնպեսի նկարներ, որտեղ ոչ ես չեմ օգտագործում ոչ մի ֆիլտր, այսինքն այնպես չի, որ ես իմ կյանքը առանց ֆիլտրների չեմ պատկերացնում։ Բայց քո կարծիքով, այսինքն ֆիլտրը քո համար չափի մեջ է սիրուն։ Այսինքն քո համար ֆիլտրը ավելի քո համար ոնց ասեմ, համապատասխան է, քան քո դեմքը։ Ոչ, իմ համար դեմքը ինձ ավելի համապատասխան է, բայց եկեք չմոռանանք, որ շատ դեպքերում կամերան մեզնից ցույց չի տալի, ոնց որ մենք իրականում կանք։ Սովորական հեռախոսի կամերան քեզ ցույց տալիս է նենց ոնց որ դու կաս, օրինակ ինձ ցույց չի տալիս նենց ոնց որ ես կամ։ Դե տենց ոնց նկարով եք գցեք story։ Ես story անում չեմ գցում։ Ես ընդհանուր story իմաստն չեմ հասկանում, ես ընդհանուր սոցհարթակների, ես քո կյանքը վարել է, էլի ոնց որ ինձ տես չգիտեմ կոնկրետ եթե անձամբ ինձ չի դերքրեմ ուրիշի կյանքը, դրա համար ես ցույց չեմ տալի իմ կյանքը։ Օրինակ դու չունես Instagram։ Ես ունեմ Instagram։ Ստում է չկա մարդ, որ չունենա։ Հա, ես չեմ ասում, ես դեմ չեմ, որ մարդ ունենա Instagram։ Ես ընդհանուր ոչ մի բանի դեմ չեմ։ Ես դեմ նրա համար, որ սխալ են օգտագործում շատ ժողովուրդ, շատ մարդիկ։ Հա, շատ մարդիկ այդ Եթե մարդ օգտագործում է սոցիալական հարթակները, մենակ ֆիլտրների մասին չի, հա, ընդհանուր ասեմ։ Եթե մարդ օգտագործում է սոցիալական հարթակները, ման պիտի ինքը այդ իմ համար օգտագործի չափի մեջ։ Այսինքն որ մարդկանց մոտ ոչ ավելացնի ինչ որ զզվանք, այս ինչ դեմք օրինակ, այս ինչ ֆիգուրա է, որ sense գիր սարքել է բան։ Այլ պիտի օգտագործել չափի։ Մենք հասկանալով մտնում ենք այդ սոցկայքերը, որտեղ որ մենք կարանք ներվայնանանք ու մեր վրա ինչ-որ բան ազդի։ Օրինակ ես մենք հասկանալով մենք հասկանում որ դες բան կարող մեզի հանդիպի, բայց մենք մեկը անում ենք։ Դրա համար ես դեմ եմ, ես չեմ սիրում։ Օրինակ ես ինքս անձամբ ձեր հետ անկեղծանամ, ես երբ որ մտնում եմ Instagram, չեմ իջնում ներքև sense նկարներ նայում։ Ես մի անգամ ես մտնում եմ վիդեոներ նայում կամ ընդհանրապես ես ինչ որ չեմ թերթում մարդկանց նկարներ։ Դա 1000-ից 1 ու եթե անկեղծ շատ եմ տեսնում նման դեմքով սարկած մարդկանց ու մտածում եմ ինչի համար։ Դու ինչի քեզ ես ընդունում ես ոնց որ դու կաս, ինչ ես դու քո մարմինը փոքրացնում, ինչ ես դու քո մարմինը մեծացնում, ինչ ես դու քո քիթը բարձրացնում վերև, ինչ ես դու քո բնական շուրթերը, որոնք փոքր են կամ, չգիտեմ, նուրբ են, դու մեծացնում ես դրանք։ Ինչի համար, ում համար։ Օրինակ, դրա համար ես չեմ այնտեղ պատկերացնում ես էլի ապրում։ Հա։ Բայց կոնկրետ Instagram-ում, TikTok-ում էլ ինձ թվում է, դու ինչ նայում ես, դա հիմնականում բերում քո մոտ, քո հետաքրքրություններին համապատասխան։ Օրինակ հիմա իմ Instagram-ի այդ search-ի բաժնում, այդ վիդեոները, որ sense կան, հիմնականում էտյուդներ են ու ասմունքներ։ Հիմնականում։ Ու sense ֆիլմերից ինչ որ հատվածներ է։ Այսինքն քեզ ինչ հետաքրքրում է այդ տեսնել։ Իմ մոտ ինչ որ վիդեոներ են գալիս, որտեղ օրինակ տղաները կամ աղջիկները երգում են։ Հա, այսինքն դու այնքան ես նայել, որ այդ է գալիս, այսինքն դու հավանություն ես տվել այդ վիդեոներին, որ գալիս։ Հետաքրքիր ես կարելի ասել ոչ մի վիդեոներ տես չեմ լայքում։ Ոնց որ տարբեր ժանրերի, հա, sense տարբեր ժանրերի վիդեոներ են գալիս իմ մոտ ռեկ ու որոնք որ ինչ են տկրում, ես չեմ նայում, բայց եթե անգամ ես ինչ-որ վիդեո նայում եմ, ես չեմ լայքում եկա այդ վիդեոն, բայց ինքը անընդհատ գալիս է։ Դե TikTok-ը գիտի, շատ եմ լայքում տարբեր երկրների վիդեոներ։ Դե հա, օրինակ ես շատ եմ նայում տարբեր երկրների վիդեոներ, օրինակ Իտալիա, Իսպանիա, իրանց տակրքիր բնությունը, միջավայրը ու դրանք են գալիս իմ մոտ ռեկ։ Թե Instagram-ում են գալիս, թե TikTok-յան հարթակում են գալիս, ամենտեղ։ Դու ինչը որ շատ ես նայում կամ ինչի մասին որ շատ ես խոսում, ընդհանրապես հեռախոսը լսում է ու ինքնաբերաբար ինքը բերում է այդ բոլոր նկարները, վիդեոները, որոնք որ քեզ հետաքրքրում են։ Ենթադրենք մենք խոսում ենք դուխուց, դուխի մասին, մենք կարող ենք բացել մեր հեռախոսում, այնտեղ տեսնենք դուխու մասին ինչ-որ գովազդներ, նկարներ, վիդեոներ։ Այսինքն մենք ինչ ուզում ենք, դա ենք նայում կամ ինչը որ մեզ հետաքրքրում է։ Դե հա, մենք էլ այդ ենք էլի ես։ Բաքու մոտ նարեք։ Իմ մոտ մեծամասնությամբ ավտոմեքենաներ են։ Դե հա։ Ես դա ես շատ հետաքրքրում ավտոմեքենաները ու ընդհանուր ապագայի մասին է։ Նու չկա ներկա կյանքի մասին ինչ-որ մի տենց հստակ իմ մոտ բան։ Միշտ այն որ ես կլինեմ ավելի, ես կլինեմ sense, բայց կլինեմ ոչ թե կամ տենց վիդեոները։
Իմ մոտ էլ ես էլ եմ լայքում մեքենաներ, եթե անկեղծ, բայց այն հետաքրքիր սիրուն մեքենաների վիդեոները, որ սիրուն էդիթ են արած կամ սիրուն սարքած են, ես դրանք եմ լայքում։ Իմ մոտ էլ այրոք բերում ապագայի հետ կապված, թե դու ինչպես ես քեզ պատկերացնում ապագայում։ Իմ մոտ գրքի տողերն են բերում շատ դեռքիր։ Գրքի տողեր կան։ Ռուսերեն, անգլերեն։ Բայց եկեք չմոռանանք, դու նոր որ ասեցիր, իմ մոտ միտք ծագեց, որ իրականում սոցիալական հարթակները մի կողմից են լավ, որ դու տեսնում ես տարբեր հետաքրքիր տողեր գրքի կամ ինչ-որ ապագայի հետ կապված ինչ-որ մոտիվացիաներ, թե դու ոնց ես պատկերացնում քո ապագան, դրանք են ամենալավ կողմերը սոցիալական հարթակի եւ ինչպես որ հենց ամենասկզբում նշեցի, ամենալավը դա լավատես լինելն է։ Դե բոլորը ինչ ուզեն դա էլ անում են, էլի էսի։ Այո։ Իմ այդ թիվն է։ Ուզում եմ ձեզ մի հարց տալ։ Արդյոք ջնջել եք ինչ-որ մի նկար, որը որ շատ քիչ լայք է հավաքել, այսինքն այդպիսի նկար։ Հա։ Ես հա։ Ես չի եղել այդպեսի դեպք, որ իմ համար քիչ լայք հավաքած լինի։ Չէ, միած շրջան ա եղել, որ իմ Instagram-ը շատ пассив էր, edges ու տենց շատ քիչ լայքեր էր հավաքում, ես էլ սենց ներվայնացա ջնջեցի։ Հիմա հարց տամ։ Ասում ես դու էլ չէ ոնց որ ջնջած կաս տենց նկար, որ քիչ լայք հավաքի։ Այդ ժամանակ դուք ջնջել եք նրա համար, որ ավելի հասունացել մեծացել եք ու հասկացել եք, որ այդ նկարը համապատասխան չի, գեղեցիկ չի, թե որ քիչ լայք ուներ դրա համար։ Ես իմ սոցիալական հարթակներում քիչ լայքեր չեմ հավաքում, շատ են, նորմալ։ Բայց կասես դան մենք ենք որոշում դրա համար որ լայքն է քիչ, որը մարդկա իր համար 100 լայքն է լավ, մարդկային սոցիալական հարթակը որ 1000-ն է քիչ։ Ես ունեի կորցրած էջ Instagram-ում, որտեղ որ իմ լայքերը 30-40 էին, բայց ես դրանք չէի ջնջում։ Երբ որ կորցրեցի տվյալ սոցիալական հարթակի էջը եւ բացեցի նորը, արդեն շատ լայքեր էին հավաքվում, բայց իմ համար ես լայքերի հետևից չեմ ընկնում։ Ինչպես որ դու նշեցիր, ուղղակի ինչքան որ մեծանում եմ, հասկանում եմ, որ տվյալ նկարը իմ էջին ոնց որ ասած համապատասխան չի, արդեն փոխվել, այո, դա է միակ խնդիրը։ Ես ունեի 9 post, բայց հիմա այդ 9 post-ից մնացել են 3-ը։ Օրինակ ես էլ եմ տենց, ես էլ եմ ջնջում մեկ-մեկ, որ հասկանամ այն վախտախուվիշ է, հիմա ուրիշ եմ, խեմ այս նկարները պահում, ջնջում եմ։ Բայց մարդիկ կան, ովքեր որ ջնջում են, լայքը հավաքածլում, ջնջում եմ։ Իսկ ես ասում եմ, երբ որ լինի իդեալական նկար, որ հասկանամ, որ դա կյանքում չեմ ջնջի։ Օրինակ ես հենց հիմա ունեմ մի post ընդամենը։ Ես մի 20 քանի։ Ես մի post ունեմ ու ես 3։ Հա, այդ post-ը իմ համար որ շատ գեղեցիկ է, իմ սիրած նկարներից է։ Ու իր ոճը ինքը շատ սիրուն է։ Իմ համար իդեալական։ Օրինակ ես գիտեք ոնց եմ մտածում։ Ես մտածում եմ, որ եթե ես ինչ-որ շատ սիրուն ստացված նկար ունենամ ու դրանք որոշեմ post-եմ, իմ սոցիալական հարթակի մնացած 3 նկարները հնարավոր է ջնջեմ կամ գցեմ արխիվ։ Իսկ ինչու։ Որովհետև չգիտեմ, մի տեսակ տուրիստ չին գալիս ու հետաքրքիր։ Դու չի գալ հիմա գցի։ Չունեմ, ֆրանեմ։ Ես հետ եմ ասում, եթե ես ստացված նկարներ։ Չէ, դու չի գա հիմա գցի արխիվ կամ բանտրայդ։ Դե հիմա չեմ ուզում էջս դատարկվի, չեմ ուզում դատարկվի, որտեվ չգիտեմ, մի տեսակ չեմ ուզում իմ էջը դատարկվի, ինձ դուր է գալիս, երբ որ ունենում եմ նկարներ, կոներ 1 նկար, 2-3 նկար եմ ունենում։ Նեշի ես իմ հիմիկվա նկարներից բողոքում եմ, այլ հակառակին ինձ դուր են գալիս իմ նկարները, պարզապես մտածում եմ, որ կարող եմ ունենալ էլ ավելի գեղեցիկ նկար եւ մենակ այդ նկարը թողնեմ, մնացածը գցեմ արխիվ։ Դա է միակ խնդիրը, բայց օրինակ մարդիկ կան, ովքեր որ ընկնում են լայքի հետևից, տենց խորացած են սոցիալական հարթակների մեջ ու կախված են մարդկանց լայքերից, թե քո տվյալ նկարը ենթադրենք 20 րոպեում հավաքել է ընդամենը 3 լայք կամ 6 լայք, դու պիտի այդ նկարը ջնջես։ Մարդիկ կանը տենց են մտածում, ուրեմն իրանք ենթագիտակցորեն մտածում են, ուրեմն ես ես ինչքան քեշ եմ կամ ուրեմն ես ինչքան վատ նկարա, որ այսքան լեկ չի հավաքել։ Իսկ ձեր ներկայիս նկարները էլի գեղեցիկով ֆիլտրով են թե ոնց։ Հիմա չեմ։ Իմն էլ։ Հիմա չէ, բայց այդ ժամանակ հա։ Իմը չէ, ես չեմ գցում, ես երբեք չեմ գցում։ Չէ, հիմա ես ֆիլտրով նկարներ չունեմ։ Ես ինչքան էլ ես մենակ մաքսիմում story անեմ, բայց սովորական ֆիլտրով, որը կարող գեղեցկացնի ֆոնը, գեղեցկացնի ինձ, բայց ոչ այնպեսին, որ ես դառնամ, չգիտեմ, սարքած դեմք։ Ես նման բաները story եմ գցում, այլ ոչ թե գցում եմ հենց post։ Դե հա, ֆիլտրը կա, ֆիլտր է, էլի։ Հա, այն չափի մեջ գեղեցիկ ֆիլտրների մասին է խոսքը, բայց երբ որ դու օգտագործում ես ինչ-որ գրեհիկ կա նոր տեսք, նոր ֆոնտ է, այդ նկարին ու ավելի հետաքրքիր լինի, հա։
Մենք մեր այս հաղորդումից ինչ հասկացանք։ Հասկացանք, որ դա կարող է անդրադառնալ սոցիալական հարթակը եւ լավ եւ վատ ձևերով։ Այո։ Այսինքն 50-50 ու ընդհանրապես տարբեր թեմաներ ինչ որ քննարկենք, դրանց լավ ու վատ կողմերը 50-50 են։ Դե հա։ Ամեն ինչի մեջ լավ ու վատ կողմերն Հա, են։ լավն կա, վատն է։ Հա։ Դե ինչ ես համարում եմ, որ մեր այսօրվա թեման արդեն բավականին ստացված թեմա էր։ Վստահ եմ, որ մեր հաջորդ հաղորդումը կլինի ել ավելի ծավալուն, ել ավելի հետաքրքիր, ել ավելի մեր հեռուստադիտողին հետաքրքրող։ Շատ ուրախ եմ Նարեկ, որ մենք քո հետ այո։ Մենք շատ ուրախ ենք, իրոք մանե, ուրախ ենք, որ մեր հետ հայտնվեց նոր հաղորդավար, ում հետ որ մենք պատրաստ ենք դեռ շատ երկար ճանապարհ անցնել։ Այո։ Դե ինչ, ստեսություն, կհանդիպենք մյուս շաբաթ։ Այո։